Սիրելիներս, ողջույն։ Այսօր բաստուրմա ենք պատրաստելու միասին։ Երեխեքս արդեն երկար ժամանակ ինձանից բաստուրմա են ուզում։ Ես էլ չեմ գնում, որովհետև ես ինքս կարողանում եմ պատրաստել ու քանի որ շատ են սիրում, ուզում եմ մեծ քանակությամբ պատրաստեմ, մի 5 կիլոգրամ։ Այս վերջերս մի քիչ թամբալություն էի անում ու անդադ հետաձգում էի, բայց քանի դեռ եղանակները սառն են, ուզում եմ պատրաստեմ։ Թամբալություն էի անում ոչ թե այն առումով, որ հավես չունեի պատրաստելու, չէ, հավես շատ ունեմ, միշտ ես պատրաստել շատ եմ սիրում։ Անընդհատ ասում եմ վաղը կանեմ, մյուս օրը կանեմ, այս շաբաթ, մյուս շաբաթ ու այդպես անդադ հետաձգվում է։ Բայց process-ը ես սիրում եմ ու իրանից դժվարություն չի ներկայացնում։ Ոչ ջանք է պահանջում, ոչ էներգիա։ Մի խոսքով գնացինք։ Հիմա հարցը այն է, որ տենց երկարավուն սիրուն կտորներ չի եղել, որ բերի, տենց մեծոտ ու հաստլիկ կտոր է բերել։ Հիմա ես պետքա աշխատեմ, այնպես կտրատեմ, որ սենց սիրուն կտորներ ստանանք։ Հավանաբար այս հաստությունը ես կբաժանեմ 3 մասի, կանենց հանեմ, աշխատեմ, որ հանկարծ չփչացնենք շերտերը։ Երևի 3 մասի բաժանեմ, որտեվ աչքա չափով պետքա հավասար սիրուն շերտեր ստանամ։ Հիմա այս կտորն էլ 3 մասի բաժանեմ մոտավորապես։ Մի քիչ հաստ է ստացվում, բայց հուսամ բանանելուց հետո, չորանալուց հետո երևի կբարակի։ Սա էլ 2 մասի կբաժանեմ։ Լավ, ավ ենք անում 4 կողմ, բայց սյոժը շատ հաստ եղավ։ Երևի 4 մասի պետքա բաժանեի, այդ ժամանակ էլ վախեցա շատ բարակ լինի, դրա համար ասեցի լավ, ավելի լավ է հաստ լինի, քան բարակ, բայց դե երևի սխալվեցի։ Մի տուփ աղը ամբողջությամբ լցնում ենք մսի վրա, այստեղ 5 կիլոգրամից մի քիչ ավել է միսը։ Հիմա սա ծածկում եմ ու 1 շաբաթով դնում եմ դրսում, որ աղը լավ ուտի ու առնաջուրը ամբողջությամբ դուրս տա։ Բայց այդ մի շաբաթվա ընթացքում բացելու եմ, սենց շուռումուռ եմ տալու, առնաջուրը ահագին արդեն դուրս տված կլինի։ Շուռումուռ եմ տալիս, էլի ծածկում եմ ու մի շաբաթ այդպես։ Երեխեք ջան, տեսեք, ես այս սենց էի անում, այս բարակ մասով, ու այս հաստ մասով կախում էի իմ հետից, բայց քանի որ հիմա այս անգամվա փայտս մի քիչ հաստ է, չի լինում, հիմա այս պահին չունեմ բարակ փայտ, բայց դուք այդ տարբերակով կարաք անեք, եթե չէ, հենց սենց մի անգամից վերցնում եմ, փայտի վրա եմ անցկացնում։ Եթե պայուսակի գոտիներ ունեք, որ չեք օգտագործում այս սենց բաներ, այս կրիչոկները օգտագործեք, ինչ որ մի տեղից սենց գցեք ու սրա վրա կախեք, եթե փայտիկ չունեք հարմար։ Ժամանակին ես այդպես էլ եմ արել։ Հիմա սրանք ինձ պետք չեկան, ես կվերցնեմ։ Սպասենք, որ մի քանի օր լավ չորանա, մեզ անհրաժեշտ է 250 գրամ սխտոր, երեխեք ջան, Ժակլինից եմ տվել սխտորը մաքրի։ Այդ ինչ ես անում։
Դրա համար ձեռի հետ կտրտել էլ մի քիչ, բայց ոչինչ, այդ մեզ չի խանգարում։ Հիմա սխտորը լցնում ենք այստեղ ու միքսերելու ենք ջրի հետ։ Միքսել։ Հա։ Համել ոչինչ, հիվանդես բան կլինի։ Սխտորի հոտը կքաշես, վիրուսները, բակտերիաները կսատկեն։ Հիմա մի փոքր ջրով հարելու եմ, բայց դուք կարող եք այն սուպ հարելու գործիքով էլ անել, տարբերություն չկա։ Հիմա ջուր եմ ավելացնում սրա վրա։ Պետք է 200 գրամ չաման, նույնքան էլ կարմիր պղպեղ։ Եթե ձեր կծու պղպեղը այդքան շատ կծու չի, ավելի լավ է 150 գրամ կարմիր քաղցր լցնեք եւ 50 կծու։ Բայց քանի որ իմ պղպեղը շատ կծու է, շատ, ես մաքսիմում կես թեյի գթալ ավելացնեմ կամ մի, չգիտեմ, երևի կես, որտեվ շատ կծու է։ Այնպես որ քանակային առումով տարբերություն չի տալու։ Ընդհանրապես չամանը ու պղպեղը իրար համաչափ պետք է լինեն։ Հիմա դուք որոշեք, որ ձեր կարմիր պղպեղը ինչքան կծու է, ոնց անեք, որ ճիշտ չափեր բռնեք։ Ու հիմա այս սխտորի ջուրը ես կամաց լցնելով ստանալու եմ մի փոքր ջրիկ մասա, որովհետև ես սիրում եմ, երբ որ բաստուրման դնում եմ մեջը ու մի քանի օր մնում է չամանի մեջ, միսը մի տեսակ ավելի հյութալի է լինում։ Մի փոքրիկ աղ կանեմ, շատ քիչ, մի կես թեյ գտալ, որովհետև բաստուրման ինքը իրանով արդեն աղի է, չեմ ուզում սա էլ աղի լինի։ Գործ անելու ընթացքում շոքեցի, փոխվեցի, հիմա շարունակում ենք։ Նայեք, ես առաջ ինչպես էի անում սխտորը, կտրատում էի, վրան լցնում էի եռման ջուր, մոտավորապես մի 2 լիտր ու այդպես թողնում էի մի քանի ժամ։ Կամ կարող եք նույնիսկ գիշեր անել, առավոտյան օգտագործել։ Հետո քամում էի սխտորը ու այդ ջրով նոր բացում էի չամանը։ Ինձ խորհուրդ էին տվել այդպես անեմ, միայն հյութը, որպեսզի այդ չամանի գույնը վառվռուն լինի։ Բայց առանձնապես ես գունային տարբերություններ չեմ զգացել։ Այս անգամ տեսա, որ բլենդերով են աղջիկները հանում, ասեցի փորձեմ։ Մոռացել եմ ավելացնեմ նաև կծու պղպեղը, այնքան կծու է, այսքան եմ ընդամենը լցնում։ Ոչ ավել։ Դինքը սոխա կտրտում։ Կարում ես կտրտես, թե ես կտրեմ։ Հա? Լավա կարում ես, չես լացում, հլը տեսնեմ։ Չի լացում մի բաներ։ Ես կոնոչին ես մեծ ես կտրտել ժակոս։ Չնաս լավա, թող տենց լինի։ Քո թաթիկներով, մատիկներով պատրաստածը ոնց է լինի, համով կլինի։ Ժողովուրդ հլը սրան նայեք, սեղանն էլ այնքը դնում, մալացեց իմ կյանքիկ։ Սենց մամայի օգնական, ով ա տեսել, սենց օգնական։ Դե ես թողնում եմ քո վրա սեղանը ու գնամ Էլիզին բերելու։ Եղավ, կամ տենամ սաղ պատրաստ տնի, խորովածներ կանես, հա։ Մի կպցրա դոշին։ Հիմա սա փակում եմ, երեխեք ջան, ընթացքում բացելու եմ, տեղաշարժելու եմ, խառնելու եմ, նորից փակեմ ու մի քանի օր կմոռանանք սրա մասին։ Այդ իր մեջի հյութը ամբողջությամբ կքաշի մսի մեջ, չամանը արդեն մի քիչ ավելի կպնդանա, հետո վերջում քսելուց տենց շատ ջրիկ չի լինի։ Այսինք բանի ես։ Թանդրությունը շատ ճիշտ բռնել եմ, շատ հեշտ է քսվում, մի հատ այսենց շերտ քսեցի, ախր չորանա, այսօր մի քիչ լավ եղանակ, այս քանի օրը անդադ անձրևներ, այսօր անձրև չկա, կախեմ մի քիչ չորանա, 1-2 օր, հետո կհանեմ, մի բարակ շերտ էլ կավելացնեմ, որտեղ սիրում եմ էլի, որ չհամանը սենց մի քիչ հաստա լինում շերտը։
Վերջին սիրունիկները արդեն պատրաստ են, մնում է սպասենք չորանան, որ համտեսենք։ Էլի անձրև բռնեց, դե ես կարամ չորացնեմ սրանք։ Երկրորդ շերտն էլ արդեն քսել եմ, հələ տեսեք ինձ սիրունիկներ են ստացվել։ Մի քանի օրից երևի արդեն չոր կլինի։ Եկեք մեկը կտրենք։ Ես պրոֆեսիոնալ եմ կտրում, տեսնում եք։ Էլիս, պրոֆեսիոնալ եմ, չէ՞ կտրում։ Ինչ լավ է, մեջս էս մի փոքր խոնավ է, ես տեն սիրում եմ, ինչ սիրուն է ստացվել, ոնց որ ծիածանի գույները լինի մեջը։ Իսը լավն էր։ Հավեսից գալիս է կտրելուց։ Հələ փորձի էլ, տես լավն է։ Լավներ էլ։ Շատ համով է։ Եկեք հայկական լավաշով փորձենք։ Մարիժակս քեզ էլ տամ։ Չես ուզում լավաշը։ Դե լավաշ սենց փորձի։ Սրտիկս, տեսել համով է մաման սարքել։ Դե անուշ։ Մի հատ էլ սարքողը փորձի ու ամեն մեկս գնանք մեր գործին։ Ոյ չի ուզում առանձնանա։ Տեսնեմ ոնց ա եղել։ Երեխեքը շտապացնում էին, շատ չեմ թողել որ չորանա, բայց ինձ երևի ավելի համով կլինի։ Մի րոպե։ Առանց լավաշ փորձեմ, որ համը ավելի լավ զգամ։ Ընտիր։ Մի քիչ աղը շատ է, մի պուճուր։ Բայց լավն է, համով է։ Ապրեմ ես։ Լավաշի մեջ չէր զգացվում, բայց երբ որ սենց կերավ, մի փոքր աղի է իմ համար։ Երևի ավելի երկար պետք է լվանայի ջրի տակ, բայց ոչինչ։ Լավաշով կարևորը չի զգացվում համը։ Միսը 5 կիլոից ավել էր, 8 կտոր բաստուրմա դուրս եկավ, ցավոք կշերքս ընկելա ու փչացելա, չեմ կարող հիմա կշռել քաշով ասել ձեզ, սենց արդեն մոտավորապես կիմանաք 8 կտոր։ Գնացեք դուք էլ պատրաստեք, տեսակ ինչքան հեշտ է պատրաստելու պրոցեսը։ Երևի շատերը մտածում են, այս ինչ ջանջալ գործ է բաստուրմա սարքելը, բայց շատ հեշտ է պատրաստվում, ինքը իրան կարելի է ասել պատրաստվում է, այնպես որ մի ալարեք, մնացեք, դուք էլ սարքեք։ Մնացած կտորները փաթաթեցի սննդային տոպրակով եւ հիմա արդեն կուղարկեմ սառցախցիկ, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս սիրելիներս, մեկնաբանություններում ակտիվ եղեք ու կիսվեք նաեւ ձեր փորձով։